Շարունակում ենք մեր ուսուցողական տեսահոլովակներ շախմատի վերաբերյալ եւ խաղում ենք մեր հաջորդ խաղը։ Այստեղ հակառակորդը սկսում է E4-ով եւ այս տեսահոլովակում ես ուզում եմ կիսվել մի սկզբնախաղով, որը կոչվում է Սկանդինավյան պաշտպանություն, որի համար մեզ հարկավոր է թագու զինվորը, D զինվորը, երկու վանդակ առաջ։ Երբ հակառակորդը վերցնի զինվորը, մենք կարող ենք վերցնել թագուով կամ հարձակվել ձիով։ Կա երկու տարբերակ։ Հակառակորդը չի վերցնում եւ առաջ է հրում, որը մեզ հնարավորություն է տալիս զարգանալու փիղը եւ ապա հրելու այս զինվորը։ Քանի որ եթե մենք այս դիրքում այսպես հրենք զինվորը, մեր փիղը այլևս չի կարող այստեղ զարգանալ եւ շատ пассив կլինի։ Հետևաբար առաջինը մեզ հարկավոր է զարգանալ փիղը եւ ապա նոր խաղալ այս քայլը։ Տեսեք, եթե նա որևէ շախ տա այս կողմից, մենք կարող ենք ծածկել զինվորը։ Ահա մենք խաղում ենք այս քայլը։ Եվ միացնում ենք զինվորները իրար։ Հակառակորդի կենտրոնի զինվորները հսկում են որոշ վանդակներ եւ մեզ հարկավոր է որևէ քայլով հարձակվելու այս զինվորներից մեկի վրա եւ ապա նոր զին զարգանալ։ Քանի որ եթե մենք զին զարգանանք, այս զինվորը հետո դժվար կլինի բրդել։ Մենք բրդում ենք այստեղ եւ եթե նա վերցնի, մենք կվերցնենք փողով եւ մեր փիղը կզարգանա։ Եվ եթե նա չվերցնի, մենք պարզապես կարող ենք զարգանալ ձին այստեղ։ Մեր նպատակն է հետագայում զարգացնել այս փիղը, ձին եւ փոխադրում իրականացնել։ Այստեղ եթե մենք չվերցնենք, նա կվերցնի եւ հետո մեզ համար դժվար կլինի վերցնել, քանի որ նրա փիղը այստեղ պաշտպանում է։ Նրա քայլի իմաստը դա է, որ նա պաշտպանում է այս զինվորը։ Մենք կարող ենք վերցնել եւ երբ նա վերցնի թագով կամ փողով, մենք ձիով կհարձակվենք այդ քանի վրա։ Հակառակորդը շախ է հայտարարում եւ մենք այն կարող ենք ծածկել ձիով այստեղից կամ այստեղից։ Մենք գալիս ենք այստեղ եւ մեզ հիմա հարկավոր է զարգացնել այս քարը։ Եթե մենք փիղը գանք այստեղ, մեր ձին չի ունենա լավ վանդակներ զարգանալու համար, քանի որ մենք ձին չենք ուզում գալ դեպի ձախ կողմ, քանի որ այնտեղից կրկին շատ վանդակներ չունի։ Դրա համար մեզ առաջինը հարկավոր է զարգանալ ձին այստեղ եւ ապա այսպիսի կամ այսպիսի զարգացումից հետո նոր փիղ։ Այստեղ մենք գալիս ենք այստեղ, որը պաշտպանում է այս ձիուն եւ փիղը կարող ենք ետ բերել, զարգանալ ձին, ապա մյուս փիղը եւ փոխադրում իրականացնել։ Հակառակորդը ձին գալիս է այստեղ, որը մեզ թույլ է տալիս որոշակի գործողություններ իրականացնել հակառակորդի արքային ուղղված։ Տեսեք այս գիծը բաց է։ Եվ մեր թագուհին կարող է ուղևորվել դեպի այս կողմ եւ շախ հայտարարել, նաեւ հարձակվելով այս քարերի վրա։ Եթե հակառակորդը ուղակի զինվորով ծածկի կամ փողով, մենք կարող ենք փիղը վերցնել։ Սակայն նա կարող է ետ վերադառնալ եւ պաշտպանել այս փիղը։ Հիմա մենք ցանկանում ենք հարձակվել այս փղի վրա եւ տեսնել, թե նա ինչ է պատրաստվում անել։ Եթե նա վերցնի, մեր ձին կբացվի եւ մեր փիղը կարող է արդեն զարգանալ, որից հետո կկատարենք փոխատեղում, մեր փիղը լավ դիրքում է, հակառակորդը ետ է գնում եւ մենք այստեղ կարող ենք
հարձակվել կրկին փղի վրա, կոտրելու համար նրա կապը մեր թագավորի հետ, այստեղ հակառակորդը պարզապես իր փիղը տալիս է մեզ, և մենք կարող ենք այն ուղղակի վերցնել։ Մենք չենք վերցնում սա, քանի որ դա նրան կտա ակտիվություն, նաև կարող է քարեր հետ հրել։ Մենք վերցնում ենք քարը, եթե մենք վերցնենք, նա կարող է վերցնել և հարձակվել մեր փղի վրա։ Եվ մենք փիղ այդ ժամանակ կարող ենք ետ իջնել և ապա զարգանալ այզին, փիղը և արքայի փոխատեղում։ Եթե մենք փոխարինենք ձին այստեղ, մեզ համար դա կլինի շահավետ փոխարինում, քանի որ մենք արդեն քար ենք առավել և քարերի փոխանակումը մեզ համար միայն առավելություն է։ Քանի որ եթե մենք հանենք երկու ձիերը, նրա թագուհին գալիս է դեպի այստեղ և մենք ուղղակի կարող ենք գալ այստեղ, փոխանակել ձին։ Եթե նա չվերցնի, մենք կվերցնենք նրա ձին, կհարձակենք թագուհուն։ Եթե նա վերցնի, մենք կվերցնենք սա, որից հետո կշարունակենք մեր արքայի փոխատեղումը, որը հակառակորդը հարձակվում է մեր թագուհու վրա։ Եվ այստեղ մենք կարող ենք հարձակվել ձիու և զինվորի վրա միաժամանակ, սակայն եթե մենք այստեղ գնանք, նա հնարավորություն կունենա այստեղ վերադառնալու։ Ոչ, նա չի ունենա, քանի որ մեր փիղը հսկում է այդ վանդակը։ Նա կարող է գնալ կենտրոն, բայց մենք կվերցնենք, նա չի կարող գնալ այստեղ, քանի որ մենք կվերցնենք և այս քայլով մենք հարձակվում ենք ձիու վրա, որը չի կարող գնալ այստեղ, 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 այստեղ և այստեղ, քանի որ բոլոր վանդակները հսկված են մեր քարերի կողմից։ Տեսեք։ Բոլոր վանդակները հսկված են։ Այստեղ մենք պարզապես վերցնում ենք և մենք նույնպես սա կարող ենք վերցնել, եթե հակառակորդը թույլ տա։ Այո, մենք վերցնում ենք։ Մենք կարող ենք այս զինվորը նույնպես վերցնել, բայց մեր արքայի ապահովությունը արդեն շատ երկարաձգվեց և մենք նրան տեղափոխում ենք դեպի ապահով տեղ։ Մենք դա չիրականացնում ենք, քանի որ հակառակորդը որևէ լուրջ հարձակում չէր իրականացնում մեր դաշտի վրա և հիմա մենք կարող ենք արդեն վերցնել այս զինվորը և հակառակորդին առաջարկել թագուհիների փոխանակում, որպեսզի խաղը պարզվի։ Այս գիծը տեսեք բացել և մենք կարող ենք մեր նավակները բերել դեպի այդ կողմ։ Հակառակորդը հավանաբար ցանկանում է այստեղ գալ
Եվ մենք հիմա պետք է գտնենք լավ տարբերակ թագուհիները փոխանակելու համար։ Հակառակորդը նաև հարձակվել է այս զինվորի վրա, եւ մենք կարող ենք նավակով հարձակվել այս զինվորի վրա երկու անգամ թագուհու հետ միասին եւ փոխանակել թագուհիները։ Չնայած մենք նույնպես կարող ենք չփոխանակել թագուհիները եւ նավակով վերցնել, որը կհարձակվի թագուհի վրա, որը կրկին անգամ պետք է շարժվի։ Եկեք վերցնենք նավակով։ Մենք տեսնենք, թե թագուհին ուր է գնալ։ Թագուհին գալիս է այստեղ։ Ես ցանկանում եմ այս նավակը գալ այստեղ եւ այդ ժամանակ նա այս զինվորը կարողանա վերցնել, բայց նախ եւ առաջ ես ցանկանում եմ արքայի համար մի վանդակ բացել, որպեսզի ես այս վերջում մատ չլինեմ եւ հակառակորդը հարձակվում է մեր նավակի վրա։ Մենք պաշտպանում ենք նավակները։ Ես չեմ կարող վերցնել, քանի որ նա կվերցնի իմ թագուհին։ Մեզ հարկավոր է գրավել այս երկրորդ գիծը, որից հետո մենք կարող ենք վերցնել այս զինվորը արդեն։ Եթե հակառակորդը հարձակվի, մենք կարող ենք վերցնել եւ հարձակվել նավակի վրա։ Մեր ձին կարող է գալ այստեղ հարձակվելու համար։ Սակայն պետք է զգույշ լինել, քանի որ նավակը հսկում է վանդակը եւ այլևս ոչ, քանի որ մենք հարձակվում ենք այստեղ։ Եթե նա զինվորը հրի, մենք ունենք այս պարտարակը։ Ահա այստեղ մենք ունենք շախ, ունի արդյունքում կարող ենք նավակը վերցնել, վերցնենք նավակը, մեր նավակը պետք է գնա դեպի երկրորդ գիծ հսկելու համար այս զինվորների, նաև արքային երկրորդ գծից վերև չբարձրացնելու համար։ Մեր նպատակը կարող է լինել սա, եւ հակառակորդը կրկին ձրի քարեր է տալիս, եւ այստեղ մենք կարող ենք մտածել որևէ զոհաբերության մասին, բայց ուղղակի այսպիսի շախով մենք հաղթում ենք թագուհին, եւ այստեղ հակառակորդը ունի մեկ վանդակ փախուստի համար, եւ այստեղ մենք կարող ենք վերցնել այս զինվորը, որը կկտրի այդ փախուստի վանդակը։ Հակառակորդը ունի մեկ քայլ, որը նրան լրիվ հերիք է, եւ այս քայլով մենք մատ ենք անում։ Ինչու նա չի կարող վերցնել զին, քանի որ շախ է բացում արքը։ Նա չի կարող գնալ այստեղ, 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 զին հայտարարում է մատ։